Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք 1882 թվականի նոյեմբերի 15-ին մեծընտիկ Գայանե Հովհաննիսյանը Աստաֆյան փողոցում Մակաշյանի տանը բացել է Հայաստանի առաջին մանկապարտեզը, Ծաղկոցը։ Հաշվի առնելով այդ փաստը, այս տարի նախադպրոցական երեխային ընթառաջ 5-րդ մանկավարժական համաժողովը տեղի կունենա նոյեմբերի 14-16 այդ օրերին Երևանում եւ Գյումրիում, այո։ Նախադպրոցական կրթությունը ազգային առաջնահերթություն, նախադպրոցական երեխային ընթառաջ համաժողովը դարձել է ոչ միայն մասնագիտական քննարկման, այլև քաղաքական երկխոսության եզակի հարթակ, միավորելով պետություն, համայնք եւ մասնավորապես հատված։ Ավելին մանրամասն մենք կխոսենք մեր հյուրի հետ, մասնավոր նախադպրոցական հաստատությունների աջակցման ասոցիացիայի խորհրդի անդամ, ուսուցիչների ուսումնափորձարարական հարթակ նախաձեռնության համահիմնադիր Քրիստինե Երիցյան։ Բարի առավոտ։ Բարի լույս, ողջույն։ Շատ լավ, շնորհակալ եմ նաեւ հրավերի համար։ Շնորհակալ ենք մենք, որ ժամանակ գտաք եւ եկաք մեր մոտ։ Սա առաջին տարին չէ, սա առաջին անգամը չէ, որ արվում է այս համաժողովը, եւ առաջին հերթին ինձ հետաքրքիր է, դե Երևանը հասկացանք, ինչու հենց Երևան եւ Գյումրի։ Առաջին տարին չէ, արդեն 5-րդ անգամ ենք նախաձեռնում համաժողովը։ 2021 թվականին առաջին անգամ տեղի ունեցավ նախադպրոցական երեխային ընթառաջ համաժողովը, COVID-ից հետո մի քիչ բարդ էր, առաջին տարի առցանց էր։ Ուսուցիչների ուսումնափորձարարական համայնքով նախաձեռնությունը այսպես առաջարկեցինք եւ մեծ արձագանք գտավ մանկավարժական մեր համայնքում։ Հաջորդ տարիներին արդեն միացավ մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիան, տեղափոխվեց առցանցից արկա ձևաչափի եւ գնալով տարեց տարի մասնակիցների թիվը աճեց, խոսնակների թիվը մեծացավ։ Այս տարի 30 խոսնակ, 250 մասնակից, բայց ունեինք մոտ 70 հայտ, այս տարի խոսնակների շատ բարդ էր ընտրությունը, ընտրել 39 խոսնակ ենք ընտրել Հայաստանից, ունենք նաև 5 խոսնակ միջազգային հարթակներից, ԱՄՆ Ռուսաստան, 2 մասնագետ Ռուսաստան ժամանել են արդեն Հայաստան։ 3-ը քոլ եք անելու։ 3-ն էլ առցանց ենք անելու, այո, այդ հնարավորությունը շատ մեծ այսպես հարթակ է բացում նաև մեզ համար։ Ինչու Գյումրի մենք կարևորում ենք ապա կենտրոնացումը, ամեն ինչ կենտրոնացած չպետք է լինի միայն Երևանում, փորձում ենք մարզերը եւս ներգրավել եւ Գյումրին շատ լավ տարբերակ էր։ 5 տարի Երևան-Գյումրի է եղել այսինքն։ Չէ, սա երկրորդ տարին է, որ Գյումրի են գնում, այնտեղ համաժողովին միացել է Աստեր մանկան կենտրոնի տնօրենը Աստղիկ Եդիկարյանը, կազմակերպչական մեծ մասը վերցրել է իր վրա, ինչի համար շատ շնորհակալ ենք եւ շատ ուրախ ենք, որ այդ հնարավորությունը ունենք ոչ միայն Երևանում անել, այլ նաեւ Հայաստանի այլ քաղաքներում եւ մարզերում։ Իսկ ինչ հիմնական նպատակ է հետապնդում այս տարվա համաժողովը։ Համաժողովի հիմնական նպատակներն են համախմբվածություն ձեռք բերել մանկավարժական մեր համայնքում, տարբեր մանկապարտեզներ կան, պետական, մասնավոր, բայց նկատել ենք, որ չկար միասնական հարթակ, որտեղ մարդիկ կարող են ծանոթանալ, իրենց խնդիրները բարձրաձայնել, քննարկել, փորձով փոխանակվել։ Եվ մեր այս հարթակն ու հնարավորությունը շատ բուրըն այսպես արձագանք գտավ, որովհետև նոր համագործակցություններ ձեռք բերեցին, հասկացան, որ ինչ-որ խնդիրներ մի տեղում նման լուծում են ստանում այլ տեղում, փորձեցին փորձի փոխանակում տեղի ունեցավ եւ նաեւ պետական մասնավոր հատվածը բավականին լավ երկխոսության մեջ մտավ։ Այստեղ պետական մասնավոր մանկապարտեզները նաև պետության հետ կապ ունեցան հարթակի պանելային քննարկումների միջոցով, ինչը շատ կարևորում ենք եւ շատ ուրախ ենք, որ ոլորտը կարգավորող տեսչությունները միշտ այդքան բաց են եւ պատրաստ են երկխոսության։ Իմ կարծիքով ամենամեծ հաղթանակներից ու ձեռքբերումներից այս համաժողովի այն է, որ համաժողովից դուրս էլ, համաժողովի ավարտից հետո էլ, ամբողջ տարվա կտրվածքով մանկավարժները մշտական կապի մեջ են, ձևավորվել է այսպես մանկավարժների համայնք է ձևավորվել, փորձի փոխանակումով, իրանք մինչև մյուս համաժողովին, տարբեր խնդիրների քննարկում, այօնք ինձ հետաքրքիր է մանկավարժներին վերաբերող, այսպես մի հարց ունեք, մենք ապրում ենք, պատկերացնենք լավ, մանկավարժ, խելացի, կրթված, մեծ փորձով, բայց ամեն անգամ նա
փորձ է ունենում, կապ է ունենում նոր սերնդի հետ, նոր երեխաների հետ ու որքան էլ որ դու լինես կրթված եւ մեծ փորձով, այս նոր սերնդի հետ պետք է նոր մոտեցում։ Ինչ որ նոր գործիքներ են պետք, ինչ որ որպեսզի նախ դու վստահություն ունենաս երեխաների մոտ, որ քեզ սիրեն, քեզ ընդունեն, դա ամենակարևորն ու մեծ քայլն է։ Այ արդյոք ամեն տարի ինչ որ նոր մեթոդ է ձևավորվում կամ ինչ որ նոր, չգիտեմ, գաղափարներ են ծնվում, թե ինչպես կարելի է այդ փոքրիկ մարդուկների հետ լեզու գտնել։ Ինչ skills-երի են դրում։ Շատ ճիշտ նշեցիք, ու այստեղ ասեմ, որ ոչ միայն նորարար մեթոդներն են շատ կարևոր, այլ նաև մանկավարժի բաց լինելը, նոր գիտելիք ստանալ։ Այսինքն, եթե ունենք ձևավորված արդեն մանկավարժական համայնք, որը սովոր է միայն այս մեթոդներով աշխատել, մտնել խմբասենյակ եւ նոր գիտելիքի համար բավականին փակ է, անկախ նորարարական մեթոդների քանակից ոչինչ տեղի չի ունենա, բայց այն համայնքը, որ ձևավորվել է, լինեն արդեն փորձառու մասնագետներ, թե իրենց ուղին նոր սկսող դաստիարակներ, իրենք բաց են նոր գիտելիքի համար, ինչը շատ կարևոր է եւ մեր խոսնակների հետ կապը հնարավորություն ունեն պահելու իրենց անհրաժեշտության դեպքում ամբողջ տարվա ընթացքում, ոչ միայն համաժողովի օրերին, մենթորություն են անում խոսնակները, եթե անհրաժեշտություն կա եւ մասնակիցը դիմում է, այսինքն այդ կապը պահպանվում է եւ մեծ արժեք է ներկայացնում։ Իրենք են այն գործիքները, որ սովորում են մասնակիցները համաժողովի ընթացքում, տանում են իրենց մանկապարտեզներ, այնտեղ փորձարկում են, հետո հետադարձ կապ են տալիս, որ այսինչ բանը այսպես արեցինք ու հաջողության հասանք, կամ այսինչ բանը կիրառեցինք, չստացվեց, ոնց անենք, որ ավելի լավ ստացվի։ Սա մեծ համար շատ արժեքավոր է, այդ համայնքի հզորացման համար մեծ քայլ է։ Իսկ ինչպիսի առաջարկներ եւ ծրագրեր են հնչելու այս հանդիպումներում։ Քանի որ համաժողովը 3 օր է ընթանալու, առաջին օրը այսպես ունենալու ենք պանելային քննարկում ոլորտը կարգավորող տեսչությունների հետ, նաև ունենալու ենք իրազեկման սեսիաներ։ Ոլորտը կարգավորող տարբեր տեսչություններ հանդես կգան իրենց զեկույցներով, այն մասին, թե ինչ նորարար ծրագրեր են մշակում, ինչպես են կարգավորում ոլորտը, կպատասխանեն մասնակիցների հուզող հարցերին։ Երկրորդ օրը նախատեսել ենք խոսնակների սեսիաների համար, ունենալու ենք 4 համաժամանակյա սեսիաներ, նվիրված բովանդակության, արդեն կրթական բովանդակությանը, տարբեր թեմաներ փորձել ենք ներառել, նորարար մեթոդներ, տարի թեմաները փոխվում են, կան հիմնական թեմաներ, որ նորերը իրենց ավելանում են, թե հիմնականում թեմաները միշտ փոխվում են, իրականում կան թեմաներ, որոնք կրկնվում են միգուցե այլ նորարար մեթոդներով համալրվելով, բայց թեմաները տարբեր են, խոսնակները կիսվում են իրենց փորձով ու փորձել ենք ոչ միայն տեսական հատված լինի սեսիան, այլ նաև գործնական։ Այսինքն մասնակիցները հստակ ինչ-որ գործիքներ սովորած, ձեռք բերած գնան եւ փորձարկեն, ոչ միայն լսեն, թե ինչ իդեալական կարող է լինել, եթե այսպես անեք։ Մեր խոսնակները կիսվում են իրենց փորձով եւ գործող մեթոդներով։ Եվ արդեն երրորդ օրը ունենալու ենք սեսիաներ Գյումրիում, այնտեղ էլ Ռուսաստանից եկած մասնագետները կկիսվեն իրենց փորձով, այդ փորձի փոխանակումը միշտ շատ արդյունավետ է լինում աշխատանքում եւ մասնակիցները շատ մոտիվացված են լինում տարվա ընթացքում, տեսնելով, թե ինչքան մանկավարժ հավաքվեց, համախմբվեց, ինչ որ նոր բան իմացավ, իրենց գիտելիքով, իրենց փորձով կիսվեց, դա շատ կարեւոր է։ Այո, դուք նշեցիք, որ Գյումրին է արդեն երկրորդ տարին է այս համաժողովի, այսպես ասած, մասնակիցն է, հա, գիտեք ինչն է հետաքրքիր, ցավոք սրտի Երևանում եւ Գյումրիում ամեն ինչ իդեալական է կարծում եմ, որովհետեւ ավելի հնարավորություն կա, մոտ ենք շատ բաների, բայց գնալով որքան հեռվանում ենք ավելի բարդ է, ավելի դժվար է, փորձի փոխանակում չկա, մասնագետները կամ քիչ են, այդ ուղղությամբ կան պլաններ, օրինակ գնալ Սյունիքի մարզ ու ինչքան հեռու այդքան ավելի լավ իմ կարծիքով։ Պլաններ կան եւ կարծում եմ լոգիստիկ առումներով է մի քիչ բարդ, Երևանից ինչքան հեռու, այնքան ավելի բարդ է հասնել, վերադառնալ նույն օրվա մեջ,
Մեր ուսուցիչների ուսումնափորձարական համայնքի մյուս համահիմնադիրը Տիկին Փառանձեմ Խանգելդյանը նոյեմբերանից է։ Այսինքն բոլոր մարզերը մեր հարթակներում ներառված են եւ բավականին ակտիվ մասնակցություն ունենք մարզերից։ Մենք ունենք Սյունիքից մասնակիցներ, Քաջարանից մասնակիցներ, անցյալ տարի են մասնակցել որպես խոսնակ, որպես մասնակից, այս տարի եւս միանալու են։ Այսինքն համաժողովը համախմբում է ամբողջ Հայաստանի մանկավարժներին եւ մեր համար դա շատ արժեքավոր է։ Այսինքն հերրու մարզերից եւս մարդիկ հետաքրքրված են, մոտիվացված են գան հասնեն Երևան, Գյումրի, որպեսզի մասնակցեն եւ այդ փորձը տանեն իրենց մարզեր։ Եվ վերջում, ինչ պետք է անի ուսուցիչը կամ ծնողը երեխայի համար լավագույն մեկնարկն ապահովելու համար։ Ինչ եք կարծում։ Շատ բարդ հարց է իրականում եւ ինչ որ մի ճիշտ պատասխան չկա, երևի ամեն մեկը ունի իր կարծիքը։ Շատ կարևոր է սիրել այն գործը, որը անում ես։ Երբ սիրում ես այն գործը, երբ նվիրված ես այն գործին, որը անում ես, բոլոր նորարար մեթոդները, տարբեր մեթոդները կգան եւ կստացվի կիրառել։ Եթե նվիրված ես այն գործին եւ սիրով ես անում այդ գործը, սիրում ես երեխաներին, այլ ոչ թե անում ես քո աշխատանքը զուտ, որ լավ անես այս ժամից այս ժամը եւ գնաս տուն, եթե երեխաների հետ այդ էմոցիոնալ կապը կա, երեխաները չեն հիշելու հետո ինչ հավես պարապմունքներ արել ընկեր, չգիտեմ, Սիլվան։ Ինքը հիշելու է ինչքան էր ընկեր Սիլվան իրան սիրում եւ ինչքան էր ինքը սիրում ընկեր Սիլվային։ Դրա համար կապը երեխաների հետ աշխատելը բավականին բարդ է, պատասխանատու է, բայց շատ այսպես երբ տեսնում ես երեխաների հետադարձ կապը եւ սերը, որ իրենք են քեզ տալիս, բոլոր դժվարությունները մոռացվում են։ Դրա համար բոլոր մանկավարժներով աշխատում են նախադպրոցական ոլորտում, նախադպրոցական ոլորտն են ընտրել որպես իրենց այսպես մասնագիտություն, դաստիարակի մասնագիտությունն է։ Շատ մեծ պատասխանատու եւ շատ գեղեցիկ գործ են անում։ Ողջունում ենք բոլորին ու սա իսկապես շատ դժվար գործ է, բայց դժվար պատասխանատու, բայց երբ տեսնում ես արդյունքը, ել ավելի ես մոտիվացվում։ Դա մենք դեռ ժամանակ ունենք կարծում եմ, եթե դուք գտեք նաև կուզեի անդրադառնալ ներառական կրթությանը, այլ այդ ուղղությամբ, չնայած օրենքը գործում է շատ վաղուց, հա, եթե չեմ սխալվում 2010 թվականից է ընդունված օրենքը, այդ ուղղությամբ հա ինչ նոր ձեռքբերումներ կամ ինչ պլաններ ունենք։ Ներառական կրթության վերաբերող թեմաներ նույնպես լինելու են համաժողովի ընթացքում, թեմաները շատ կարևոր են, միշտ արդիական են, ունենալու ենք նաև ներկայացուցիչներ, որոնք խոսելու են ներառական կրթության մասին, պետական մանկավարժահոգեբանական կենտրոնից իրենց գործունեության մասին են պատմելու եւ ունենալու ենք նաև խոսնակներ, ովքեր ամեն օր առնչվում են երեխաների հետ եւ իրենց փորձով փորձելու են կիսվել այսպես կարևոր թեմա է եւ շատ բարդ։ Այո, եւ ուզում եմ շատ արագ անդրադառնամ, մենք պատահական չնշեցինք, որ 1882 թվականի նոյեմբերի 15-ին Մեծին Տիկին Գայանե Հովհաննիսյանը Աստաֆյան փողոցում Մակաշյանի տանը բացել է Հայաստանի առաջին մանկապարտեզը, Ծաղկոցը։ Եվ ես գիտեմ, որ դուք արդեն 1 տարի մեծ աշխատանք եք տանում, որպեսզի նոյեմբերի 15-ը համարվի ընդունվի եւ դառնա դաստիարակի օր։ Վստահ եմ, որ դուք կհասնեք ձեր նպատակին եւ մենք դրա մասին էլ կխոսենք ու ես գիտեմ, որ դուք ձեր հետ համագործակցողներին շնորհակալություն խոսք ունեք ասելու եւ ողջունել մարդկանց, ովքեր որ ձեր հետ են։ UNICEF-ը Շատ լավ, մենք այս տարի նոր գործընկերներ ունենք, համատեղ համաժողովը իրականացնում ենք ուսուցիչների ուսումնափորձարական համայնքով, մասնավոր հաստատությունների ասոցիացիայի հետ միասին եւ պետք է նշեմ, որ UNICEF-ի աջակցությամբ է այս տարի տեղի ունենալու մեր համաժողովը, ինչպես նաեւ AMAA բարեգործական կազմակերպության հետ համագործությամբ է լինելու, շատ ուրախ ենք, որ տարեստարի մեր գործընկերները ավելանում են, այսինքն մեր արած գործը արժևորվում է եւ մարդկանց օգտակար եւ շատ արդյունավետ համայնք է ստեղծում, որտեղ կարողանում են շարունակեն իրենց մասնագիտական փորձը կիսել եւ ձեռք բերել նոր ծանոթություններ։
Շնորհակալ ենք շատ։ Եւս մեկ անգամ հիշեցնենք, մեր հյուրներ մասնավոր նախադպրոցական հաստատությունների աջակցման ասոցիացիայի խորհրդի անդամ, ուսուցիչների ուսումնափորձարարական հարթակ նախաձեռնության համահիմնադիր Քրիստինա Երիցյանը։ Եվ հիշեցնենք նոյեմբերի 14-16 Երևանում եւ Գյումրիում կանցկացվի 5-րդ մանկավարժական համաժողովը նախադպրոցական երեխային ընդառաջ։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալ ենք։ Ձեզ լավ օր։ Ես էլ եմ շնորհակալ։ Ընդմիջվենք գովազդով, որտեղ եթե կա գովազդ, կա աշխատավարձ։ Հաջորդիվ ունենալու ենք հյուրեր, կրկին խոսելու ենք շատ սիրուն թեմայի շուրջ, ովքեր կլինեն մեր տաղավարում, կիմանանք մի փոքր ավելի ուշ։ Մնացեք մեզ հետ։